Դեռ 40 տարի առաջ, ուղիղ 40 տարի առաջ, երբ Հայաստանի ֆուտբոլային հավաքականը Սովետական միության չեմպիոն էր դառնում, հայ ժողովուրդն էլ աշխարհում չեմպիոն էր դառնում իր ազատասիրությամբ։ Հայ ժողովուրդը որդեգրում էր անկախություն հանրաքվեի ճանապարհով ռազմավարությունը։ Ես հիմա էլ դրան եմ հավատարիմ, որպեսզի սխալ թույլ չտամ, ասում եմ, որպեսզի ենթակայական չլինի իմ մոտեցում։ Տեսնենք մեր ժողովուրդը ինչ է մտածում, եւ պարզվեց, որ մեր ժողովրդի 70%-ից ավելին դեմ է մաքսային միություն կոչված խուժանությանը։ Այսինքն ինչ որ մարդիկ ոչ միայն կամայականորեն իրենց հակադրվելով, որևէ մեկը լսեց, որ նախագահի մասին մեկն ասի փոփոխամիտ է։ Մեկն ու մեկը լսեցիք, որ հանրապետականի մասին ասեն սրանք փոփոխամիտների կուսակցություն են։ Եվրոպայի են գնում գնացին Ռուսաստան, չէ, որովհետև այդ բոլոր բամբասողները պատվերով էին բամբասում։ Զուգահեռներ անցկացնել չի կարելի, կար եվրոպական ասոցիացիան համաձայնագիր, այսինքն Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման համաձայնագիր, որ Հայաստանի ինքնիշխանությանը մազաչափ իսկ չի դիպչում։ Ընդամենը Հայաստանին հնարավորություն են տալիս իրենց հայերից հնարավորություն են տալիս մեզ եվրոպացի զգալ։ Ուրեմն եվրոպական միություն մտնելու մասին այսօր հարց չկար։ Այսօր կար եվրոպական միության հետ հարաբերությունները սերտացնելու նպատակ։ Հիմա այս պայմաններում, երբ մեր ժողովուրդը ունի ոչ մաքսային միությանը դիրքորոշում, ավելի շատ հակված է պահպանել իր ինքնիշխանությունը ոչ մեկին չմիանալով, դրանից ավելի հակված է Եվրոպային միանալու, այս պայմաններում մեր քաղաքական գործիչների կեցվածքը նայեք։ Լավագույն դեպքում լռություն։ Իսկ հիմա անուններ չտալով ասեմ, նա ով համարվում է իբրև թե ընտրված նախագահ, նա ընդհանրապես չկա։ Իր մարդիկ էլ անհատական հայտարարություն են անում, միայն։ Նա ով իրեն երևակայում է եւ այդպես ներկայացում են ընդդիմության առաջնորդ, հայտարարում է, որ ռուս-թուրքական հակահայկական պայմանագիրը 1921 թվականի փոխել չէր կարելի։ Եթե այդ մարդը ասում է, որ նախկինում տեղի ունեցած դավադրությունը լավն էր, այսօր նա կարող է այսօրվա դավադրության դեմ խոսել։ Մյուսներն էլ մի քանի օքի հայտարարեցին, որ իրենք դեմ են կոնսուլտացիաներ պիտի սկսեն, իրենց մեռանք փնտրելով չգտանք, ոչ մի կերպ հնարավոր չի լինում գտնել փոքրիկ Հայաստանում։ Բարեբախտաբար անհատական ելույթներ կան, որոնք ես ողջունում եմ, այստեղ էլ անուններ չտամ։ Մենք արդեն համաձայնության ենք եկել որոշ անհատների հետ, որովհետև Հայաստանում պարզվում է ազգային շահերով մտահոգ քաղաքական կուսակցություններ չկան։ Սրա կամ նրա բիզնեսին ծառայելու, սրա կամ նրա հավակնություններին ծառայելու մարդկային խմբեր կան, ստրուկների, ճորտերի խմբեր։ Բայց կուսակցություններ Հայաստանում պարզվում է չկան։ Դաշնակցությունը իշխանություններին կողմ էր, անունով եմ ասում, իշխանություններին կողմ էր, բայց դեմ էր միայն իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը։ Նա տեսեք ինչ է կատարվում։ Արտաքին քաղաքականությանը դեմ են, արտաքին քաղաքականության ոլորտի կարևորագույն օղակներում նետվում են պաշտոնների, բարձրագույն ղեկավարները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ չկա հետևողականություն, չկա սկզբունքայնություն։ Տարրականը, որ պետք էր որևէ քաղաքական պետական գործի համար։ Հիմա ես հասկանում եմ, որ ես նաև բոյկոտի եմ ենթարկվելու, բայց մեկը դուք պարտված եք բոյկոտի ենթարկողներ։ Դուք պարտված եք, որովհետև իմ պարտությունը ձեր պարտությունն է։ Դուք պարզապես այնքան սակավամիտ եք ու ստամոքսապաշտ, որ այսօրվա ձեր ստամոքսի պահանջներով առաջնորդվելով են ճակերտավոր ստամոքսի։ Մոռանում եք, որ դուք ձեր դեմ եք պայքարում։ Հայաստանում հայերին պահողը հիմնականում Հայաստանի գոյության իրողությունն է, ինքնիշխան Հայաստանի լավ կամ վատ։ Եթե այդ վերջին կռվանն էլ հանվի, որքան էլ Հայրիկյանը գրի, դու ես Տեր մեր հույս ապավենը, մենք զինվոր երկիրը կայան, չի օգնի։ Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանը մնա առանց հայերի։ Ռուսները դա արել են, անում են եւ պիտի անեն։ Դա է ռուսական իմպերիալիզմի էությունը։ Երբ Ռուսաստանը կդառնա եվրոպական քաղաքակրթության կրող, մեզ հայտնի չի, որովհետև ակնո Եվրոպը բացելով նրանք ռուսական
միջավայրը ոչ թե եվրոպական արժեքներ էին ուզում բերել, այլ ուզում էին բերել եվրոպական նյութական հնարավորությունները։ Հիմա էլ նույն ուղղության վրա են։ Ունեցել են Կերենսկու պահը, Կարճատև Ելցինի պահը, բայց Ռուսաստանը մնացել է նույն թաթարական, մոնղոլ թաթարական ոսկե հորդայի իրավահաջորդը։ Եթե երեք հետևում էիք Պոզների հաղորդմանը, շատ հստակ խոսում էր, բնակչության հսկայական զանգված ուզում է Ռուսաստանից փախնել, որտեղ Ռուսաստանը համարում են վատ երկիր, ամփոփ ասեմ։ Ռուսները Ռուսաստանը համարում են վատ երկիր, ապրելու համար ոչ պիտանի երկիր, այստեղ հավաքվել են մարդիկ ու պնդում են, թե հայերը այնքան սակավամիտ են իբր հայ ժողովուրդը, որ հայերի 80%-ը ասում է, որ մենք Ռուսաստանի հետ միանալու կողմնակից ենք, Մաքսային միությանը։ Այդպիսի հայտարարություն արեցին։ Կարող եք ամենայն պատասխանատվությամբ գրանցել։ Ես ասում եմ, որ դա մեծ սուտ է, հրապարակավ ժողովրդին ասված սուտ։ Իսկ ժողովրդին սուտ ասողը գիտեք ինչպես է գնահատվում։ Ես այդ բառերը իմ բառապաշարը չի բավականացնում նրանց գնահատական տալու համար։ Այսօր մեր ժողովրդի հիմնական խնդիրը, մեր ժողովրդին պարտադրվող արհեստականորեն մտածածին դավադիր Մաքսային միությունն է։ Եվ ամեն հայ մարդ պիտի իմանա, որ իրենից է կախված, դա կլինի թե ոչ։ Մեր հանրահավաքների իմաստը այն է, որ մարդիկ գան հրապարակ ու ասեն, մենք ոչխար չենք։ Ընդամենը ոչ մահակներ, ոչ բենզինի շշեր, ոչ էլ հեղափոխական ճակերտավոր արտահայտություններ, այլ գալիս են հրապարակ ասելու, մենք ոչխար չենք, մենք դեմ ենք այն բանին, որ դուք մեր փոխարեն որոշում ընդունեք մեզ դարձնել ստրուկ, օտարպետության ճորտ։ Դա է մեր հիմնական նպատակը։ Իսկ դա մերը չի, այլ մեր ժողովրդի ցանկությունն է։ Ինչպես միշտ, մենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքով առաջնորդվելով ժողովրդի հոգում եղած իրական ցանկությունները ասպարեզ ենք բերում։ Որ հայ մարդը կարող է Փարիզ գնալու փոխարեն նախընտրել գնալ Մոսկվա։ Որ հայ մարդը, որ ռուսը, երբ իրեն հնարավորություն տանք ասեն, ուր է զում գնալ, Մադրիդ թե Պետերբուրգ, կասի Պետերբուրգ։ Այս ինչ է, ուրեմն հայերս լրիվ ցնդել ենք, հա։ Ուզում ենք գնանք այն երկիրը, որտեղից տարեկան 1000 բռնի մահով սպանված հայ մարդու դիակ է բերում Հայաստան։ Պաշտոնական տվյալներ են։ Ես ստացել եմ մարդու իրավունքներում հանձնաժողովում աշխատելու ժամանակ։ Այն երկրում, որտեղ բրիտագալովի կոչվածները հրապարակավ քայլում են փողոցներում եւ ասում են մահ Սևերին։ Ուրեմն հայերը ձգտում են այդ երկիր գնալ, հա։ Նրանք էլ ովքեր որ բարեկամներ ունեն Մոսկվայում աշխատող եւ իրենց գումար ուղարկող, ասում են, եթե Եվրոպայում լինեինք, շատ հստակ է, գիտեք, եթե Եվրոպայի հետ լավ լինեինք, մերոնք կգնային Եվրոպա աշխատելու։ Քանի որ Եվրոպայի հետ լավ չենք, դրա համար ստիպված գնում են Ռուսաստան։ Այսինքն ոչ մի դրական բան չկա այսօրվա Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունենալու համար։ Մանավանդ երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը տարրական դաշնակցային պարտականություններն էլ չի կատարում, այլ կատարում է ուղղակի հակառակը։ Խոսքը ռուս ժողովրդի մասին չէ, ռուսական մշակույթի մասին չէ, որոշ ժողովուրդները բոլորն էլ ունեն իրենց դրականը։ Խոսքը ռուսական իմպերիալիզմի մասին է։ Մենք ռուսական իմպերիալիզմից, հայկական իմպերիալիզմից, թուրքականից բոլորից պիտի փախչենք, եթե ի վիճակի չենք ոչնչացնել տեղում այդ իմպերիալիստական դրսևորումները։ Շնորհակալություն։ Հարցեր կան, համեցեք։ Եվրոպական, տեսեք, իրեն քաղաքական գործիչ համարող մեկը ասաց, որ Մաքսային միության մեջ մտնելու հարցը դա տնտեսագիտներին վերաբերող հարց է։ Սրանով ինքը ցույց տվեց, որ ինքը ընդհանրապես թյուրիմացություն է հայկական քաղաքական կյանքում։ Քանի որ շատ խիստ խոսքեր եմ ասում, անունը չեմ ուզում տալ։ Մեծ թյուրիմացություն է։ Եվրոպական միությունը մոտավորապես 8 անգամ ավելի տնտեսական ներուժ ունի իր այսօրվա կազմով, քան Մաքսային միությունը։ Այս թվերը պաշտոնական թվեր են։ Միայն Իտալիայի համախառն ներքին արդյունքը այնքան է, որքան Ռուսաստանին է։ Եթե տնտեսական նկատառումներով գնում ես մեկի հետ համագործակցելու ում մոտ կգնաս, նա որ ավելի ունևոր է, չէ՞, նա ավելի շատ է քեզ պատրաստ օգնել։ Շատ ավելի կարևոր է արժեքային համակարգը, որով առաջնորդվում է Եվրոպան։ Մարդը, մարդու իրավունքները։ Ընդհանուր մինչև պետությունների իրավունքները ստորադասել մարդու իրավունքներին։ Մի քանի տոկոս էլ չկազմող սեռական փոքրամասնությունների իրավունքները պահպանելու համար մեզ համար բացարձակապես անընդունելի օրենքներ են նույնիսկ ընդունում։ Միայն թե մարդու իրավունքները չոտնահարվի։ Այդ աշճանի գժական մարդու իրավունքների կողմնակից է Եվրոպական միությունը։
ի վերջո մարդը գերագույն արժեքն է եւ դա պիտի միայն թղթի վրա գրված չլինի։ Եվրոպական միությունը այդ միավորն է։ Եվրոպական միության ձևավորման արդյունքում աշխարհը ձերբազատվեց համաշխարհային պատերազմներից, որովհետեւ համաշխարհային պատերազմները սկիզբ էր դրվում Եվրոպայում, նրանք կարողացան այդ անտագոնիզմն էլ, այդ հակամարտությունն էլ, հակատրամադրվածությունն էլ հաղթահարել։ Եվրոպական միությունը անհամեմատելի է այսօր նոր առաջարկվող, ի վերջո ճանապարհ անցած 60 տարի ճանապարհ անցած միավորում է։ Մաքսային միությունը նոր է ձևավորվում եւ այդ 3 դիկտատորների միավորում է։ Որ խելացի մարդը գծկտի գնալ դիկտատորների հետ համագործակցության։ Դա նշանակում է դու քո ազգին տանում ես դիկտատորների ենթակայության տակ դնելու։ Ինչ վերաբերում է նրան, թե մեր ժողովրդի որ մասն է տրամադրված։ Իմ պատկերացմամբ այս հարցումների արդյունքի հիման վրա։ Եթե դրվի մաքսային միություն թե եվրոպական միություն, ապա մոտավորապես հարաբերակցությունը կլինի հանում ենք չկողմնորոշվածներին, մյուսներին 30% մաքսային միություն, 70% եվրոպական միություն։ Բայց երբ ուղղակի է հարցը դրված, եվրոպական միությանը կողմ է 30%-ը, մաքսային միությանը 23%-ը, բայց այնտեղ կա 27% նրանց, ովքեր ասում են ոչ մեկին։ Այդ ոչ մեկին ասողներին երբ ընդամենը ասես, որ այսօրվա ասոցիացիան համաձայնագիրը քեզ չի պարտավորեցնում դառնալ Եվրոպական միության անդամ, այլ ցերտացնում է հարաբերությունները, այդ բոլոր այդ ոչ մեկինն էլ են գալիս դեպի Եվրոպական միություն։ Այսինքն մենք ունենք չկողմնորոշվածներին, եթե հանում ենք 70-30-ի հարաբերակցություն։ Այս պայմաններում հայ ժողովրդին տանել մաքսային միություն, դա նշանակում է արհամարել հայ ժողովրդին, բոլորին համարել ոչխար։ Ես ոչ մեկի չեմ ասում հեղափոխություն անել, ինչա 21 թվականին մեր հայրերն արեցին։ Ինչա պարտադիրը դառնանք մաքսային միության անդամ, մի երկու ամիս հետո զենք վերցնենք, ավելի լավ չի այսօր դուրս գանք հրապարակ, ասենք լսիր, կամ մաքսային միությունից հրաժարվում ես, կամ էլ մենք ենք քեզնից հրաժարվում։ Շատ ես ուզում մաքսային միություն, ընտանիքիդ վերցրու, թռի Մոսկվա, այնտեղ կա, չէ՞։ Հայրենակիցները թե ինչ էր, այդպես ծրագիր կա։ Գնա գրի, որ ես ռուս եմ, Զորի Բալայինին էլ հետդ վերցրու, ձեռքի բռնած, գնացեք Ռուսաստան։ Անկախ հայերս որտեղ պետք է ապրենք։ Սա է մեր հայրենիքը։ Ռազմավարական առումով, եթե դուք ռազմավարական ասելիս նկատի ունեք ազգային անվտանգության հարցերը նաև, ապա Եվրոպական միության անդամ պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են, ՆԱՏՕ-ն է այսօր աշխարհում խաղաղության, ցավոք սրտի որոշ դեպքերում էլ նաև ուժի կիրառման երաշխավորը։ Այդ ցավոք սրտի որ ասում եմ, որոշ դեպքեր նկատի ունեմ Կոսովո, Իրաք եւ այլն եւ այլն։ Հիմնական երաշխավորը նա է, եւ երբ այստեղ մի քանի ռուս գեներալների խոսքեր են ծիծաղելի բանը, ես դες մի փաստ վկայակոչեմ։ 92 թվականին Թուրքիայի միջամտության փորձերը, որ այդպես փորձում էր, կարելի է թե չէ, այստեղ ներկայացնում են ինչ-որ Շապոշնիկովի, թե իբր նա հայտարարեց, թե չհամարձակվեք։ Քաղաքական իշխանության համար որևէ գեներալի խոսքը արժեք չունի։ Քաղաքական իշխանություններին կաշկանդում է քաղաքական ուժերի խոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտից Թուրքիային ասել են, ես կրճատ եմ ասում, եթե դուք համարձակվեք որևէ փոքր միջամտություն մեզ հետ գործ կունենաք։ Այսինքն Թուրքիան հասկացել է, որ ՆԱՏՕ-ն իր դեմ է լինելու։ ՆԱՏՕ-ն, որի անդամ է ինքը։ Երկրորդ անգամ Թուրքիային չէր ներվի, Կիպրոսը էլի չներվեց։ Գիտեք, որ Կիպրոսից հետո Թուրքիան մի քանի տարի անընդմեջ պատիժների էր ենթարկվում, բայց դրանից հետո ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն առանց ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների իրավունք չունի ռազմական գործողություններ սկսել։ Դրա համար Սիրիա մտնելիս հիշում եք Թուրքիան այս վերջերս ինչքան էր բանակցում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա այն պահից, երբ Հայաստանում այս տարածաշրջանում մոնոպոլիա կլինի որևէ մանավանդ դիկտատորական պետության, այդ պահից կսկսի մեր կործանումը, մեր ձախողումները։ Հարցի միջազգայնացումը պիտի պահպանել։ Ես իմ Facebook-յան էջում մի քանի տող էի թողել։ Հաջորդ քայլը լինելու է Մինսկի խմբից հրաժարումը։ Այսօր մենք եթե դարձանք մաքսային միության անդամ, որոշ ժամանակ անց Հայաստանին ստիպելու են ազդարարել, որ մենք Մինսկի խմբին չենք հավատում, մենք վստահում ենք Ռուսաստանին։ Ու գնաց Լենին-Աթաթուրք պայմանագրի նոր կրկնությունը։ Հիմա մենք պիտի կանխենք։ 20 թվին դաշնակները կարող էին կանխել, եթե Կարսում ինքնապաշտպանություն կազմակերպեին եւ Նժդեին էլ նշանակեին գլխավոր հրամանատար։ Որտեղ Նժդեը 11-րդ բանակին ջարդել էր։ Այն հաղթական 11-րդ բանակը լակոտների պես ծեծը ուտում փախնում էր։ Դրա համար եկան Իջևանով մտան, Զանգեզուրով չկարողացան մտնել։ Եթե 20 թվականին դա անեին, մենք այսօր լրիվ այլ երկիր էինք, առնվազն 10 միլիոն բնակչությամբ։ Ցեղասպանությունից հետո եմ ասում, ցեղասպանությունով հանդերձ 10 միլիոն բնակչությամբ հզոր կարգին երկիր էինք։